Բարև ձեզ, բարի գալուստ update լրատվական, առաջարկում եմ միասին թարմացնել օրվա լրահոսը։ Եվ այսպես Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը օգոստոսի 17-ի հերթական նիստում քննարկում էր Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը նշեց, որ հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել են Սիսակ Գաբրիելյանի թեկնածությունը։ Թեկնածուի կենսագրական տվյալները և աշխատանքային գործունեությունը ներկայացրեց ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Ալխազ Ղազարյանը։ Սիսակ Գաբրիելյանը իր ելույթում շնորհակալություն հայտնեց քաղաքացիական պայմանագրին ցուցաբերած վստահության համար։ Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչությանը եւ իմ խմբակցությանը, իմ գործընկերներին այս պատասխանատու պաշտոնում իմ թեկնածությունը կրկին առաջադրելու եւ ցուցաբերած վստահության համար։ Այս առաջադրումը ոչ միայն պատիվ է, այլ նաեւ նախորդ 5 տարիների աշխատանքը գնահատելու, արվածը հստակ արձանագրելու եւ հաջորդ 5 տարիներին պատասխանատվություն ստանձնելու առիթ։ Ես ուզում եմ առիթից օգտվել եւ շնորհակալություն հայտնել 8-րդ գումարման մեր հանձնաժողովի բոլոր պատգամավորներին, Տիկին Գալստյանին, Տիկին Խերանյանին, Ջուլիետա Ազարյանին, Արմենոյի Ղազարյանին, պարոն Հասանովին, Նարեկ Բաբյանին եւ իհարկե իմ լավ ընկեր հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանին։ Ուզում եմ նաեւ շնորհակալություն հայտնել նախարարությանը, նախարար Տիկին Անդրեասյանի գլխավորությամբ եւ նաեւ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակին ու ինչպես նաև ոլորտային տարբեր կառույցներին ու մասնագիտական համայնքներին, քաղաքացիական հասարակությանը։ Մի տարածված միֆ կա Հայաստանի Հանրապետությունում Սփյուռքի եւ մեր հարաբերությունների վերաբերյալ։ Ասում են, ինչքան ավելի ուժեղ է Սփյուռքը, այնքան ավելի ուժեղ է Հայաստանը։ Այս մասին այսօր ազգային ժողովի նիստում կրթության, գիտության, մշակույթի, Սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ հայտարարել է իշխող քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից պատգամավոր Արման Եղոյանը։ Մի տարածված միֆ կա Հայաստանում Սփյուռքի վերաբերյալ եւ մեր հարաբերությունների վերաբերյալ, ասում են ինչքան ավելի ուժեղ է Սփյուռքը, այնքան ավելի ուժեղ է Հայաստանը եւ հակառակը, ինչքան ավելի ուժեղ է Հայաստանը, այնքան ավելի ուժեղ է Սփյուռքը։ Ընկերներ, սա միֆ է, կատարյալ միֆ, եթե չասենք կատարյալ սուտ, ինչու, որովհետեւ ըստ սահմանման զուտ ֆիզիկապես Սփյուռքը ժամանակի ընթացքում կարող է հզորանալ միայն ու միայն Հայաստանից նոր արտագաղթի ալիքների հետևանքով կամ սփյուռքյան այլ գաղթօջախներից արտագաղթի, այսինքն իրենց մոտ ներգաղթի ալիքների հետևանքով։ Երբևէ որևէ գաղթօջախ հայկական չի հզորացել իր բնական սերնդափոխության հետևանքով։ Երբևէ նման բան երբեք չի եղել պատմության ընթացքում։ Կարող է ուրիշ սփյուռքերում, կարող է հիմա դուք ուրիշ օրինակներ գտնեք, որտեղ դա հնարավոր է, բայց հայկական սփյուռքում չի եղել մի գաղթօջախ, որը բնական սերնդափոխության հետևանքով առանց Հայաստանից կամ այլ գաղթօջախից նոր արտագաղթի ալիքի հզորանա։ Մադրասի հայ համայնքից խոսեցինք, հզորագույն համայնք, որ ընդհանուր բրիտանական կայսրության հետ էր պայմանագրեր կնքում, այսօր չկա ընդհանրապես։ Ժամանակի նշանավոր համայնքները մեր Եգիպտոսում, Իրաք, Իրան, Լիբանան, Սիրիա, Ռումինիա, Հունգարիա, Լեհաստան, մի մասը կան, բայց փոքրացել են, նվազել է այնտեղ հայերի քանակը, մի մասը էլի կարելի ասել չկան կամ շատ քիչ թվով հայեր են այնտեղ մնացել։ Դրա փոխարեն ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան, Բելգիա, Նիդերլանդներ, Իսպանիա, այնտեղից Սփյուռքը հզորացել է եւ ինչի հաշվին Հայաստանից նոր արտագաղթի ալիքների հետևանքով։ Այստեղից հետևություն, շատ պարզ հետևություն, այն մարդիկ, ովքեր ասում են, որ Սփյուռքը պետք է հզորանա, դա նույնն է թե ասեն, որ Հայաստանը պետք է թուլանա, որովհետև ուրիշ ճանապարհ Սփյուռքի հզորանալու չկա, ոչ ընկերներ, հակառակը պետք է լինի, Սփյուռքից մարդիկ պետք է տեղափոխվեն Հայաստան, ինչի հետևանքով Սփյուռքը կթուլանա եւ Հայաստանը կհզորանա, այլ ճանապարհ ուղղակի չկա, ֆիզիկապես չկա։ Երկրորդ միֆը, որ հնչեցվեց այս ամբիոնից Հայաստան խմբակցության ներկայացուցիչի կողմից, թե բա Հայաստանը Սփյուռքի հետ մեկ քաշային կատեգորիա է, իսկ առանց Սփյուռքի մեկ այլ քաշային կատեգորիա է, սա կատարյալ միֆ է։ Կատարյալ միֆ, հորինված, դիտավորյալ,
Լրիվ այլ նպատակներով, ոչ Հայաստանի շահերից բխող։ Ինչու է սա միֆ հեքիաթ, ինչու։ Որովհետև Սփյուռքը ինքնին չունի հստակ քաշային կատեգորիա։ Սփյուռքը ինքնին։ Մենք չգիտենք Սփյուռքը ինչ քաշային կատեգորիա ունի որպես ամբողջություն, որովհետև Սփյուռքում չկա մեկ կենտրոն, որ ասես, այս է քաշային կենտրոնը։ Ինչպես օրինակ պետությունները ունեն քաշային կատեգորիա, ունեն բյուջե, ունեն բանակ, ունեն տնտեսություն, ունեն մշտական բնակչություն, ընտրություններ, կառավարություն, ազգային ժողով եւ այլ եւ այլ։ Սփյուռքի դեպքում այդպես չի։ Հայկական Սփյուռքը ինչպես մյուս Սփյուռքը, աշխարհի տարբեր երկրներում են ապրում եւ շատ տարբեր են, շատ տարբեր ուժային կենտրոններով։ Ավելի նույնիսկ մեկ երկրում ապրող մեր Սփյուռքան տարբեր կազմակերպություններ իրար լրիվ հակադիր քաղաքականություն են վարում ու դաշնակցականները դա ինձանից շատ ավելի լավ գիտեն։ Ես օրինակներ չբերեմ, այնպես որ մի քիչ վերաձևակերպելով Քիսինջերի ասածը, այլ առիթով Սփյուռքը չունի մեկ հեռախոսահամար։ Զանգես եւ Սփյուռքը քեզ պատասխանի իր ամբողջ քաշային կարգով, ասի իմ քաշային կարգը միացնում եմ քո քաշային կարգին։ Եվ շարունակելով ազգային ժողովի թեման։ Այս երկու օրը նախագահող անձը ամեն ինչ անում է, որպեսզի խորհրդարանի նիստը վերածվի 8-րդ գումարման ազգային ժողովի նիստին։ Այսօր ազգային ժողովի նիստում այս մասին հայտարարել է Ուժեղ Հայաստան ընդդիմադիր խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը, մեկնաբանելով ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հայտարարությունները։ Տիկին Ղազարյան, խոսքը ձեր միջոցով նախագահողին եմ ուղղում։ Նախագահողը այս երկու օրը ամեն ինչ անում է, որ նիստը վերածվի 8-րդ գումարման ազգային ժողովի նիստի։ Երեք խոսում էր բոքսից, այսօր խոսում է առողջությունից։ Ես խնդրում եմ, այնպես չլինի, որ բարեկրթության, նորմալ աշխատանքային հարաբերությունների միակ հետաքրքրության կողմը ես մնամ այս դահլիճում, եւ բոքսի գնացողներ էլ կան մեր մոտ, տանձիկներ ունեցողներ էլ կան, ու շատ ինքնավստահ տանձիկներ, ասեմ։ Իսկ ինչ վերաբերում է առողջությանը, առողջության հետ կապված կարող ենք կոնսուլտացիաներ անել։ Ես ուղղակի որպես վերջի անձ, ով ամեն ինչ անում է, որ չվերածվի 8-րդ գումարման ազգային ժողովի, հորդորում եմ նորմալ աշխատանքային զրույց ունենանք այստեղ, չունենանք պոետիկ երեկոներ Տիգրան Կարապետյանի ԱԼՄ-ի ֆորմատով եւ աշխատենք կոնկրետ գործերի վրա։ Խնդրեմ Տիկին Ղազարյան։ Շնորհակալ եմ, պարոն Կարապետյան, կարծում եմ շատ լարված եք եւ իսկապես մենք առաջինն ենք շահագրգռված, որպեսզի բարեկիրթ մթնոլորտում անցնեն մեր նիստերը, կարծում եմ ձեր անհանգստությունը այս հարցում ավելորդ է։ Շնորհակալություն Տիկին Ղազարյան, խնդրում եմ ձեզ հարց տվողին փոխանցեք, որ առողջությունից խոսեց իր գործընկերը, իր հետևում նստած։ Եվ ես բազմիցս եմ կրկնել, եթե ինչ-որ բան ասում եք այս դահլիճում, նույն ճշգրիտ նույն վերաբերմունքը ստանալու են իրանք, ձեզ հարց տվողը, եւ այն մնացածը էլ չշարունակեն։ Բարեկրթությունը միանշանակ պետք է պահել եւ կպահվի հուսով եմ։ Արձագանք։ Միացրեք։ Տիկին Ղազարյան, փոխանցեք նախագահին, որ մինչև դա մենք ականատես եղանք պոետիկ զեղումների, որոնց վերջը կարող է լինել իրապես մտահոգությունը առողջության, առողջապահության ոլորտի եւ այլ ոլորտների մասին։ Սակայն մենք վերջին մեր ջանքերն ենք գործադրում շարունակելու չվերածել 9-րդ գումարումը 8-րդ գումարման ու չունենալ նոր անվտանգության խորհրդի քարտուղար։ Խնդրեմ Տիկին Ղազարյան։ Շնորհակալ եմ, ես կարծում եմ, որ պետք է ուղղակի սպառնալիքների լեզվով այս պահին չխոսել, բնականաբար առաջարկում եմ ուղղակի սադրանքների չդիմել, որպեսզի հետո հետևանքների համար պատասխանատվություն չկրել։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն Տիկին Ղազարյան, ասեմ ձեզ կրկին անդրադառնալով ձեր հարց տվողի թեմային, նախ իրապես շատ լավ որ մենք ունենք անվտանգության խորհրդի նոր քարտուղար, օգտվելով առիթից ուզում եմ շնորհավորել պարոն Սիմոնյանին, անվտանգության խորհրդի քարտուղար նշանակվելու կապակցությամբ։ Ինչ վերաբերում է պոետիկ զեղումներին, ես կարծում եմ ձեզ հարց տվող հարգարժան պատգամավորը պետք է առաջին հերթին զբաղվի իր ներկայացած խմբակցության տարատեսակ պոետներով եւ ճարտար լեզվի տիրապետողներով, որովհետեւ տրամաբանությունը հետեւյալն է. պոեզիան
կամ ընդունելի է, որպես որևէ բան հասկացնելու միջոց, կամ ընդունելի չէ։ Եթե ընդունելի է, ուրեմն մեր հարգարժան գործընկերները, այդ թվում ձեզ հարց ուղղող գործընկերները պետք է պատրաստ լինեն, որ տարատեսակ պոետիկ անդրադարձներ կարող են լինել կամ պոետիկ մեջբերումներ կարող են լինել, որտեղ կարելի է կամ չի կարելի տեսնել համընկնումներ իրական կամ մտածածին կերպարների հետ։ Եթե ընդունելի չի, ես հորդորում եմ ձեզ հարց տված հարգարժան падգամավորին, իր խմբակցության որոշ անդամներին, որոնք ամենևին բոքսի տանձիկ չեն, բացարձակ իրանք բոքսի տանձիկ չեն եւ ես կհոգամ, որպեսզի բոքսի տանձիկի չվերածվեն ստեղ, հորդորեն, որ այդ պոետիկ իրանք զեղումները իրանք տանը գնան, բան անեն, պատմեն իրենց բարեկամներին, բայց ոչ հանրային տիրույթում։ Ընդդիմադիր ուժեղ Հայաստան դաշինքից պատգամավոր Էդգար Ղազարյանը այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հերքել է այն լուրերը, թե իրեն արգելել են ելույթ ունենալ եւ հարցեր տալ։ Պատասխանելով ելույթ ունեցողների թվում իր բացակայության մասին հարցին, Ղազարյանը պարզաբանել է, որ խմբակցությունից ելույթների թիվը սահմանափակ է։ Նման արգելքներ գոյություն ունի հերթագրում ելույթների դեռ նախատեսված անմիջումից հետ։ Պարոն Ղազարյանի տեխնատությունն ա եղել, մեր գործընկերն է, մեր մյուս գործընկերներն են խոսել, դրա համար չեմ գրանցվել, բացի այդ հավանաբար դուք տեղյակ եք, որ պայմանավորվածություն կա, որ խմբակցությունների ելույթների քանակի սահմանափակում կա, եւ պետք է նաեւ մեր խմբակցության մյուս падգամավորներն էլ ելույթներն ես բոլոր տեխնատությունների շուրջ միայն ես չպիտի ելույթ ունենամ, մեր խմբակցությունը 29 падգամավորից է։ Ես իմ բոլոր ելույթների հիմնական կետերը, այսպես թե այնպես քննարկում եմ մեր գործընկեր, այսինքն ես եթե նկատել եք իմ ելույթները բանավոր են, այսինքն ես տեքստ չունեմ, որ տեքստը համաձայնեցնեմ։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Արտուր Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ պայմանավորվում են ընդդիմադիրների հետ, որպեսզի արագ ձևավորեն ազգային ժողովը, որովհետև արդեն պետք է անցնեն բուն աշխատանքային ռեժիմին, նաև կառավարության ծրագիր եւ կառուցվածք պետք է քննարկվի։ Նա հավելել է, որ մարդիկ ակնկալում են ավելի բովանդակային հարցեր։ Ամսի 2-ից սկսել ենք նիստերը, տեսնում եք ինչ ուրեմն երկար են տևում, ոչ թե դրանց հոգնածուցիչ լինելու առումով, այլ զուտ, որ հնարավորինս արագ մենք անցնենք ուրեմն ավելի բովանդակային հարցերի, քան անձերի քննարկման, որովհետև նաև տեսեք, մենք քննարկում ենք տարբեր բովանդակային հարցեր, որոնք վերաբերելի չեն անձնաժողովների աշխատանքներին, խոսքս ու դրա մասին, որտեղ եթե խոսենք բուն անձնաժողովների աշխատանքների մասին, ավելի արագ ռեժիմով Ես այսպես կմեկնաբանեմ, ազգային ժողովը ձևավորվում է, երբ որ բոլոր մարմիններն են ձևավորվում, այսինքն մենք պետք է այդ ընտրության փուլը անցնենք։ Գործնականում կարա լինի մի իրավիճակ, օրինակ ինչ-որ հանձնաժողովի նախագահ չընտրվի, բայց չընտրվելու համար էլ կա հստակ ընթացակարգ, այսինքն գիտեք, որ 3 անգամ առաջադրելու հնարավորություն կա, նոր կանոնակարգը հնարավորություն է տալիս անցնելու հաջորդ հարցին։ Մենք բոլոր այս փուլերը պետք է հաղթահարենք, որ համարենք ազգային ժողովը ձևավորված։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Արտուր Հովհաննիսյանը նաև խոսեց ՀԱՊԿ-ի մասին, նշելով, որ կառույցը մինչև հիմա չի ճանաչել Հայաստանի սահմանները, որոնցով մեր երկիրը անդամակցել է ՀԱՊԿ-ին։ Պատգամավորը պատասխանել է հարցին, թե ինչպես է վերաբերվում այդ կազմակերպության գլխավոր քարտուղարի սպառնալիքին, ըստ որի մեր երկրին կարող են զրկել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից, որից հետո հեռացնել։ Հովհաննիսյանը հիշեցրել է, որ անվտանգային այդ կառույցը դեռ պետք է պատասխանի հարցին, թե ինչու չի կատարում իր պարտավորությունները Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Ես իրականում ՀԱՊԿ-ի գործընկերներից կուզեի լսել դիրքորոշում Հայաստանի ուրեմն որոշման վերաբերյալ, թե ինչից ծնվեց մեր որոշումը, որովհետև մենք որևէ դիրքորոշում ՀԱՊԿ-ի ըստ էության մեզ գոհացնող չենք ստացել, դրա համար էլ գործնականում սառեցրել ենք մեր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, թե ինչ մեկնաբանություններ են հնչում կամ ակնարկներ են հնչում, դրանց չեմ մեկնաբանելու, մեր դիրքորոշումն հետևյալն է, որ մենք սառեցրել ենք մեր անդամակցությունը ՀԱՊԿ-ին պայմանավորված այն հանգամանքով, որ ՀԱՊԿ-ը չի կատարել իր պարտավորությունները Հայաստանի Հանրապետության նկատմամբ ունեցած, Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքների վրա հարձակումը տեղի ունեցել եւ ՀԱՊԿ-ը գործնականում չի ճանաչել Հայաստանի Հանրապետության այն սահմանները, որոնցով Հայաստանի Հանրապետությունը անդամակցել է ՀԱՊԿ-ին։ Այս թնջուկը դեռևս ցավոք սրտի լուծված չէ։ Ներողություն, իսկ թե ինչ կլինի հետո նիստերի ընթացքում ինչ որոշումներ կկայացվեն, ինչ քննարկումներ կլինեն առաջիկայում, ապա մենք որպես պետություն կարձագանքենք այդ քննարկումներին եւ որոշումներին ըստ այդմ։
Շարունակենք թողարկումը։ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ինդոնեզիայի Հանրապետության նախագահին ազգային տոնի անկախության օրվա կապակցությամբ։ Բարձր եմ գնահատում Հայաստանի և Ինդոնեզիայի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները։ Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք առկա համագործակցության զարգացմանը, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում ի շահ մեր ժողովուրդների, ասվում է ուղերձում։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Արամ Հովհաննիսյանին Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ նշանակելու մասին։ Արամ Հովհաննիսյանի նշանակման հրամանագիրը հրապարակվել է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնական կայքում։ Նորանշանակ պետ Արամ Հովհաննիսյանն էլ 2023-ից 2025 թվականներին զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի տեղակալ ոստիկանապետի պաշտոնը։ Զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Օգոստոսի 13-ին Պաշտպանության նախարարության X զորամասի զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով։ Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը։ Նա կալանավորվել է, ասվում է հաղորդագրությունում։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը օգոստոսի 13-ին հայտնել էր, որ հայտնաբերվել է Պաշտպանության նախարարության X զորամասի զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի դին հրազենային վնասվածքով։ Նշվել էր, որ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն։ Հայաստանի քննչական կոմիտեն հայտնել է, որ ավելի քան 200 միլիոն դրամ արժողությամբ գույք օտարելու և փողերի լվացման օժանդակելու համար 3 անձի մասով նախաքննությունն ավարտվել է։ Ինչպես հայտնում է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն, խոսքը Երևանի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան ՊՕԱԿ-ի օգտագործմանը հանձնված Երևան քաղաքի Պուշկինի փողոցի 38/1 շենքի թիվ 59 հասցեում գտնվող 451.1 քառակուսի մետր մակերեսով հասարակական շինությունն ապօրինի օտարելու, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու, դրանց օժանդակելու դեպքերի վերաբերյալ քրեական վարույթի մասին է։ Այդ գործով մեղադրանք էր առաջադրվել 7 անձի, որոնց թվում էին նաև Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը, Վալերի Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի նախկին ռեկտոր Գայանե Գասպարյանը, նույն համալսարանի նախկին պրոռեկտոր Արտուր Ավագյանը։ Նախաքննությունն ավարտվել է հենց Արմեն Աշոտյանի, Գայանե Գասպարյանի և Արտուր Ավագյանի մասով։ Նրանց վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։ Մյուս անձանց մասով քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Հայաստանում Եվրոպական միության գործընկերության առաքելության ղեկավար Կոսմին Դնեսկուսիի հետ։ Լիլիթ Մակունցը ողջունել է առաքելության գործունեության մեկնարկը և կարևորել Եվրամիության աջակցությունը Հայաստանի պետական ինստիտուտների դիմակայունության ամրապնդման գործում։ Հանդիպմանը քննարկվել են առաքելության մանդատի շրջանակում համագործակցության առաջնահերթությունները։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պաշտպանության նախարարության վարչական համալիրում այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհին։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը բարձր է գնահատել երկու երկրների միջև համագործակցության ընթացքը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան փոխգործակցությանը, այդ թվում ռազմատեխնիկական գործունեությանը վերաբերող հարցեր։ Կողմերը անդրադարձել են նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի։ Եվ շարունակելով թողարկումը,
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանը այսօր տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահ Դավիթ Թավադյանին։ Նախարարը շնորհավորել է Դավիթ Թավադյանին նշանակման կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք, ընդգծելով պետական գույքի արդյունավետ և պատասխանատու կառավարման կարևորությունը։ Դավիթ Խուդատյանը նշել է, որ պետական գույքի կառավարման կոմիտեի առջև դրված խնդիրների պատշաճ իրականացումը պահանջում է հետևողական աշխատանք, կառավարման ժամանակակից մոտեցումների կիրառում և պետական ակտիվների առավել արդյունավետ օգտագործման ուղղությամբ շարունակական քայլերի իրականացում։ Նախարարը վստահություն է հայտնել, որ Դավիթ Թավադյանի մասնագիտական փորձը և գիտելիքները կնպաստեն առաջադրված խնդիրների արդյունավետ լուծմանը։ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարանը վերածվել էր յուրահատուկ կենդանի գրադարանի։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը օգոստոսի 14-ին միացել էր տարբեր միջավայրեր միասնական ձգտումներ խորագրով նախաձեռնությանը իր փորձառությամբ կիսվելու Վաղարշապատ համայնքի երիտասարդների հետ։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը շրջել է մեծանուն բանաստեղծի տուն-թանգարանում, ծանոթացել նրա գրական ժառանգությանն ու ստեղծագործական ուղուն։ Հանդիպման ընթացքում կարևորվել է նաև համայնքային կյանքում երիտասարդների ակտիվ ներգրավվածությունը։ Կրթվել է նորաձևեր շարժման շրջանակում Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հրապարակել է ընտանեկան բռնության դեմ պայքարին նվիրված տեսանյութերի շարքի առաջին ամբողջական հոլովակը, ներկայացնելով խնդրի լուծմանն ուղղված իր մոտեցումն ու առաջիկա քայլերը։ Բարև ձեզ, սիրելի կանայք։ Այսօր կշարունակեմ խոսել ընտանեկան բռնության դեմ պայքարի մասին։ Բռնության տարբեր դրսևորումները, թաքցնող հայկական ընտանիքի արմատացած մոդելը, բռնությունից զերծ, փոխադարձ սիրո և հարգանքի վրա հիմնված, ներդաշնակ, համերաշխ ու երջանիկ ընտանիքի մոդելով փոխարինելու համար առաջին անհրաժեշտ քայլը ընտանեկան բռնությունը որպես ինքնուրույն հանցագործություն քրեականացնելն է։ Ինչ է սա նշանակում։ Քրեական օրենսգրքում անհրաժեշտ է ամրագրել մեկ առանձին հոդված, որը քրեական պատասխանատվություն կնախատեսի ընտանիքի ներսում բռնության բոլոր դրսևորումների համար, կամ քրեական օրենսգրքի տարբեր գլուխներում շարադրել առանձին հոդվածներ, որոնք պատասխանատվություն կնախատեսեն ընտանիքի ներսում բռնության կոնկրետ դրսևորումների համար՝ ծեծ, հոգեբանական բռնություն, տնտեսական բռնություն, մարմնական վնասվածքներ, սեռական բռնություն և այլն։ Ինչու հենց այս ձևաչափը։ Պատճառն այն է, որ քրեական օրենսգրքի առաջարկվող հոդվածը կամ հոդվածները ավելի խիստ քրեական պատասխանատվություն կսահմանեն ընտանիքի ներսում կատարվող բռնության բոլոր տեսակների համար։ Հայաստանի Հանրապետությունը բռնությունը որպես ընտանեկան հարաբերությունների անկյունակար ոչնչացնելու համար պետք է ունենա հստակ, իրատեսական, գործուն և տուժողակենտրոն օրենսդրական ու իրավակիրառ մեխանիզմներ։ Այս նպատակով նախաձեռնել եմ Հայաստանից և Սփյուռքից ներգրավված անկախ փորձագետների, ոլորտի պատասխանատուների և նախկինում այս նույն նպատակին հասնելու համար ջանքեր գործադրած կին պատգամավորների հետ քննարկումներ, գործող օրենսդրության բացերի, իրավակիրառ խնդիրների ու առկա մարտահրավերների վերաբերյալ։ Կարծում եմ առաջ ենք շարժվելու հետևյալ փուլերով։ Փուլ առաջին։ Ամբողջական և արդյունավետ օրենսդրական կարգավորումների մշակում, որոնք կներկայացվեն ազգային ժողովի քննարկմանը։ Խոսքը, ինչպես նշեցի, քրեական օրենսգրքում ընտանեկան բռնությունը որպես ինքնուրույն հանցագործություն ամրագրելու մասին է։ Պատրաստվում եմ ընդդիմադիր երկու խմբակցությունների կին պատգամավորներին նույնպես առաջարկել այս փուլում միանալ աշխատանքներին, ձգտելով, որ օրենքի նախագիծը Հայաստանի խորհրդարանում ընդունվի միաձայն։ Փուլ երկրորդ։ Ազգային ժողովի կողմից ընդունվելուց և ուժի մեջ մտնելուց հետո լայն հանրային իրազեկման արշավ, իրավասու մարմինների աշխատակիցների վերապատրաստում և օրենքի արդյունավետ կիրառում։
Այս ընթացքում զուգահեռաբար հեղինակավոր փորձագետներից կազմված խումբը նախապատրաստում է համազգային հետազոտություն Հայաստանում կանանց նկատմամբ ընտանեկան բռնության իրական տարածվածության վերաբերյալ վստահելի եւ հնարավորինս ամբողջական տվյալներ հավաքագրելու նպատակով։ Նախատեսում եմ ինտենսիվ հաճախականությամբ ձեզ իրազեկել այս խնդրի լուծման ուղղությամբ կատարվող քայլերի հաջորդականության եւ դրանց արդյունքների մասին։ Շնորհակալություն։ Եվ միջազգային լրահոսին ընթառաջ։ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ռազմական գործողությունների ընթացքում զոհվել է Գանայի 62 քաղաքացի, ևս 15-ը անհետ կորած է։ Այս մասին հայտարարել է Հանրապետության արտաքին գործերի նախարարը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո։ Նախարարի խոսքով ինքը նաև Լավրովի հետ քննարկել է Ռուսաստանի ռազմական գործողությանը մասնակցելու համար Գանայի քաղաքացիների անօրինական հավաքագրման դադարեցման հարցը։ Միջազգային այլ թեմաների առաջարկում եմ ծանոթանալ տեսաշարով։ Ռուսաստանը եւ Ուկրաինան նոր հարվածներ են հասցրել միմյանց։ Երկու կողմն էլ հայտնել է զոհերի եւ վիրավորների մասին։ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնել է գիշերն ուկրաինական 205 անօդաչու թռչող սարք խոցելու մասին։ Բելգորոդի իշխանությունները հայտնել են 6 զոհի եւ 4 վիրավորի մասին։ 1 մարդ զոհվել է Բրյանսկի մարզում։ Մերձ Մոսկովյան Պոդոլսկում հրդեհ է բռնկվել Վայլբերիսի պահեստում։ Մինչ այս ըստ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության հայտարարությունների ամենազանգվածային հարձակումը տեղի էր ունեցել հունիսի 26-ին, երբ Ռուսաստանը խոցել էր ուկրաինական 660 անօդաչու։ Իսկ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել է, որ գիշերը ռուսական ուժերը երկրի ուղղությամբ արձակել են 128 ԱԹՍ, որոնցից խոցվել է 106-ը։ Խերսոնի մարզում 2 մարդ զոհվել է։ Օդեսայի մարզում թիրախավորվել է նավահանգստային ենթակառուցվածքը, հրդեհներ են բռնկվել։ Ռուսական ուժերի հարվածներից վերջին 1 օրվա ընթացքում Զապորոժիեում առնվազն 2 մարդ է զոհվել, 3-ը վիրավորվել։ Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտնել է, որ աշնանը պլանավորում է Եվրամիության երկրներին ներկայացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ամենամասշտաբային փաթեթը։ Աշնանը ես կներկայացնեմ պատերազմի սկզբից ի վեր պատժամիջոցների ամենամասշտաբային ցանկը։ Եթե այն ընդունվի, ապա պատժամիջոցներին ենթակա անձանց, ձեռնարկությունների եւ կազմակերպությունների թիվը միանգամից կաճի 1/3-ով, ասել է Կայա Կալասը։ Նա նաև հույս է հայտնել, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների քաղաքականության վերաբերյալ Եվրամիության եւ ԱՄՆ-ի դիրքորոշումները կմերձանան, վկայակոչելով վերջերս մահացած սենատոր Լինսի Գրեմի համապատասխան օրինագիծը, որը համաձայնեցվել է ԱՄՆ Կոնգրեսի Սենատում։ Կատարի, Հորդանանի, Ինդոնեզիայի, Պակիստանի, Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները հրապարակել են համատեղ հայտարարություն, որում դատապարտել են Իսրայելի կողմից Գազայի խաղաղության ծրագրի իրականացման ճանապարհային քարտեզի մերժումը։ Այս դիրքորոշումը հավասարազոր է համապարփակ ծրագրից ուղղակի հրաժարվելուն։ Սպառնալիքի տակ է դնում դրա իրականացումը եւ հիմնովին խաթարում հավաքական ջանքերը, որոնք ուղղված են արդար եւ կայուն խաղաղության հասնելուն։ Ասվում է X հարթակում Կատարի արտաքին գործերի նախարարության էջում հրապարակված հայտարարությունում։ Նշվում է, որ մերժումը հաստատում է, որ Իսրայելը այժմ պատասխանատվություն է կրում Գազայում եւ Պաղեստինի օկուպացված մնացած մասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը խոչընդոտելու համար։ Նախարարները նաև խաղաղության խորհրդին կոչ են արել Միացյալ Նահանգների ակտիվ աջակցությամբ եւ մասնակցությամբ անհապաղ եւ կոնկրետ միջոցներ ձեռնարկել կանխելու ցանկացած երկրի կողմից Գազայի պլանի իրականացման խոչընդոտումը։ Հյուսիսային Աֆրիկայում գտնվող իսպանական Սեուտա անկլավում հարյուրավոր միգրանտներ բողոքի ցույց են անցկացրել Իսպանիայի իշխանություններից պահանջելով ապաստան տրամադրել իրենց եւ հետ չուղարկել Մարոկկո։ Լողափին տարերային ճամբար խփած միգրանտները ծածանել են իսպանական դրոշներ եւ պաստառներ, երկրում իրենց ապաստան տրամադրելու կոչերով։
Հուլիսի վերջին շուրջ 72,000 անօրինական միգրանտ կարողացել էր Մարոկոյից ծովով եւ ցամաքով հասնել Սեուտա, որի բնակչությունը կազմում է 80,000 մարդ։ Անօրինական ներգաղթյալների մեծ մասը հաջորդող օրերին կամավոր կերպով վերադարձել է Մարոկո, սակայն նրանցից 5,000-ից 8,000-ը մնում են Սեուտայում եւ բնակություն են հաստատել ծովափին։ Ճգնաժամի ֆոնին Մադրիդը որոշել է գործի դնել զինվորականներին բնակավայրում անվտանգությունը ապահովելու նպատակով։ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում էբոլայի ներկայիս բռնկումը դարձել է ամենամահաբերը երկրի պատմության մեջ։ Ինստիտուտի հաշվարկների համաձայն էբոլայից մահացածների թիվը հասել է 2325-ի։ Այսպիսով զոհերի ցուցանիշով ներկայիս բռնկումը գերազանցել է 2018-2020 թվականներին Կոնգոյում տեղի ունեցած բռնկմանը, երբ վիրուսից մահացել էր 2299 մարդ, 3481 հիվանդացածներից։ Էբոլայով հիվանդացածների թիվը այժմ հասել է 4945-ի, վերջին 24 ժամվա ընթացքում ավելանալով 101-ով։ Մահացությունը հասնում է 46,9%-ի։ Էբոլայի վիրուսը մարդկանց է փոխանցվում վայրի կենդանիներից։ Էբոլայի վիրուսով մարդու հիվանդության առաջին դեպքը գրանցվել է այժմյան Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության տարածքում 1976 թվականին։ Էբոլայի ներկայիս բռնկումը Կոնգոյում թվով 17-րդն է։ Շարունակենք թողարկումը։ Հուլիսի 28-ին համայնքային ոստիկանության Արթիկի բաժնում հաղորդում էր ստացվել, որ գիշերը քարհանքից գողություն է կատարվել։ Արթիկի եւ Անիի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ, պատմում է տեսանյութը։ Հուլիսի 28-ին համայնքային ոստիկանության Արթիկի բաժնում հաղորդում տվեց սահմանափակ պատասխանատվության մի ընկերության տնօրեն։ Գիշերը քարհանքից գողություն էր կատարվել։ Արթիկի եւ Անիի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ։ Համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումներն արդյունք տվին օգոստոսի 5-ին։ Գիշերվա ժամը 4:20-ին նույն քարհանքից փախուստի դիմելիս ձերբակալվեց ու բաժին տեղափոխվեց Վանաձորի բնակիչ 43-ամյա մի տղամարդ, իսկ Եղեգնուտ գյուղի բնակիչ 37-ամյա ընկերը ձերբակալվեց Մարալիկ Արթիկ ճանապարհին եւ իր վարած մեքենայով հանդերձ նույնպես տեղափոխվեց բաժին։ Նրանք խոստովանեցին, որ հուլիսի 28-ի գողությունն իրենք են կատարել։ Հետագա միջոցառումներով եւ քննչական գործողություններով պարզվեց, որ տղամարդիկ գողություններ են կատարել եւս 5 քարհանքերից։ Գողացել են արդյունաբերական եւ էլեկտրահաղորդակցության նյութեր, իսկ գողություններից մեկի ընթացքում նաեւ մտել էին պահակատուն եւ գողացել կենցաղային տեխնիկա։ Պատճառված վնասի ընդհանուր չափը գերազանցում էր 3,300,000 դրամը։ 43-ամյա տղամարդը կալանավորվել է, իսկ 37-ամյա տղամարդու նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։ Նախաքննությունը շարունակվում է։ Եվ վերջում եղանակի մասին։ Օգոստոսի 18-ի գիշերը եւ կեսօրից հետո Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը Լոռիում եւ Տավուշում կբարձրանա 5-ից 8, իսկ Սյունիքում 3-ից 4 աստիճանով։ Մյուս մարզերում ջերմաստիճանը էականորեն չի փոխվի։ Երևանում սպասվում է առանց ստեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի 17-ից 19, վաղը ցերեկը 32-ից 34 աստիճան։ Այս եթերաժամի լրազամբյուղը այսքանով սպառված է, իսկ դուք բաց չթողնեք update վերլուծականը անմիջապես թողարկումից հետո։ Հաջողություն։